Ողջույն իմ դիտորդին, ուրեմն 3.1 քարտեզ եմ կազմել, Հայաստանում իրական մոգեր կան, թե չկան, քանի որ այդ հարցը շատ այսպես քննարկվում, մարդիկ այսպես Հայաստանում մոգեր չկան, մենակ Ռուսաստանում կան մոգեր, Ռուսաստանի մոգերին մենք արդեն տեսանք, հələ կշարունակեմ ես այդ խոսակցությունը, այդ վերծանումները, մենք կտեսնենք հա Ռուսաստանի հանրահայտներին, նաև ես Հայաստանի հանրահայտներից հանրաճանաչություն ունեցողների հետ ընդհանրապես գործ չունեմ, որովհետև շատ լավ գիտեմ իրական մոգերի ապրելակերպը, իրական մոգերի կանոնները և ես այս քարտեզը ստացել եմ գիշերը, մի վայրկյան, Так, 3:20 րոպեին, գիշերը, 3:20 րոպե, Հայաստանում իրական մոգեր կան, թե չկան, հորար աստղաբանության կանոններով այս հարցի պատասխանը այո, բայց նրանք թաքնված են, քիչ հասանելի կամ չեն գովազդում իրենց։ Հարցի առարկան 9 և 12-րդ տներ, մոգությունը, հոգևոր գիտելիքը և բարձրագույն ուժերը ղեկավարում է 9-րդ տունը։ Այս քարտեզում 9-րդ տան կուսպիդը ջրհոսում է, ինչը խորհրդանշում է ոչ ավանդական, տրանսցենդենտալ և անսովոր գիտելիքները, ինչպիսին է մոգությունը։ Գաղտնիքների անհայտության և ծածուկ գործունեություն 12-րդ տանը գտնվում են միանգամից 3 հզոր ցուցիչներ՝ Լուսինը, Մարսը և Ուրանը, և այդ բոլոր մոլորակները գտնվում են երկօրյակներում։ Սա ուղղակիորեն փաստում է, որ իրական ուժ կամ գիտելիք ունեցող մարդիկ գործում են ստվերում 12-րդ տանը և չեն երևում հանրությանը բացահայտ։ Մոլորակային կապերը քարտեզի ամենակարևոր և դրական ցուցիչը Լուսինը և Վեներայի միջև առկա կապույտ գիծ է Trine Aspect, Վեներան գտնվում է 4-րդ տանը հենց Հայաստանի հողի արմատների տանը կշռքի նշանում։ Այս ներդաշնակ կապը հաստատում է, որ երկրի տարածքում իսկապես կան այդպիսի մարդիկ և այդպիսի էներգիաներ։ Սակայն Նեպտունը և Սատուրնը գտնվում են 10-րդ տան բարձրակետում։ Նեպտունի հետընթաց դիրքը հուշում է, որ համացանցում կամ հանրության մեջ հանդիպող ճակերտավոր մոգերի մեծ մասը պատրանք է, շառլատանություն կամ պարզապես ֆինանսական բիզնես, ինչը հաստատում է Պլուտոնի լարված դիրքը 8-րդ տանը։ Իրական մոգերի նշաններ, թաքնված գործողություն։ Իրական ուժ ներկայացնող մոլորակը Լուսին, Մարս, Ուրան գտնվում է 12-րդ տանը։ Սա նշանակում է, որ իրական մոգերը երբեք ցուցադրաբար չեն գովազդում։ Նրանք ապրում և գործում են մեկուսացված, հեռու աղմուկից, երբեմն նույնիսկ սոցցանցերից հեռու, բայց այն ովքեր էլ գտնվում են սոցցանցերում, չեն զբաղվում ինքնագովեզդով, այլ զբաղվում են գիտական աշխատանքներով և ուսուցանելով։ Փոխանցում են գիտելիք, հաղորդում են լուրեր կամ վերծանում են այնպիսի հարցեր, որոնք խորը գիտական և էզոտերիկ մոտեցում են պահանջում։ Կեղծ մոգերի նշաններ, փառք և ճանաչման տենչ։ 10-րդ տունը բարձրակետում, Կարիերիայի և հանրային դեմքի տունը, գտնվում է հետընթաց Նեպտունում։ Սա նշանակում է նրանք, ովքեր բացահայտ հայտարարում են իրենց մոգ լինելու մասին, հիմնականում ստեղծում են պատրանք շոու, օգտագործելով հոգեբանական հնարքներ մարդկանց մանիպուլացնելու համար։ Այստեղ հետապնդվում է ֆինանսական շահը, դա հուշում է Պլուտոնը 8-րդ տանը, ուրիշի փողեր։ Ուրեմն, եթե այնուամենայնիվ մոգը որոշել է, որ պետք է սոցկայքերում օգնության համար, որպեսզի ճանաչեն իրեն, որպեսզի դիմեն իրեն, որպեսզի ինքը կարողանա օգնի, ինչ որ բան պետք է, չէ, որ ինքը իրան դիմեն, այսինքն տեղը իմանան կամ նախ հանդիպումներ չունեն իրական մոգերը, բացարձակ։
Եվ հետո սոցկայքերում լինում են, բայց ոչ իրենց իրական անուն ազգանուններով։ Երբեք չեն հանրայնացնում իրենց անունը։ Սա 12-րդ տան գաղտնիքների տիրակալը Մեջկուրին գտնվում է այրուծի նշանում, սա ցույց է տալիս, որ նրանց նպատակը ոչ թե անձնական էժանագին փառքն է, այլ իրենց բարձրաժեք գիտելիքի եւ ինֆորմացիայի տարածումը երկրորյակների ազդեցությամբ։ Պաշտպանություն էներգետիկ հարձակումներից անանունությունը նրանց պաշտպանում է ավելորդ էներգետիկ ծանրաբեռնվածությունից եւ հետաքրքրասերների բացական էներգիաներից։ Ուրեմն, իրական մոգերի էներգետիկան քարտեզում 12-րդ տունը գտնվող Մարս-Ուրան մոլորակների համադրությունը ցույց է տալիս, որ նրանց էներգետիկան բավականին ակտիվ է տրանսֆորմացիոն եւ կապված է բնության տարերքների ու տիեզերական բարձր հաճախականությունների հետ։ Հոգևոր ալքիմիա եւ էներգետիկ բուժում 12-րդ տան տիրակալը Մերկուրին գտնվում է 3-րդ տանը, ինչը հուշում է, որ նրանք հիմնականում զբաղվում են մտքի, խոսքի ուժով, բուժմամբ, մոգությամբ եւ կոդավորումներով։ Կանխատեսում եւ ինտուիցիա Լուսին եւ Ուրանի միացությունը երկրորյակներում փաստում է, որ նրանք ունեն հզոր պարագիտակցություն, կարողանում են կարդալ տեղեկատվական դաշտը եւ տեսնել ապագայի հնարավոր սցենարները։ Մենք ունենք այսօր տարիքային խմբում ուժեղ Հայաստանում մոգեր, որոնք կազմել են կովեններ 25-ից մինչև 45 տարեկան եւ ավագ թաքնված վարպետներ ունենք Սատուրնի բարձր դիրքը քարտեզի գագաթնակետում հուշում է, որ ավանդական գիտելիքներին տիրապետող տարեց եւ խիստ փակ կյանքով ապրող վարպետներ շատ կան, ովքեր կրում են տոհմական կամ հին ալքիմիական գաղտնիքներ։ Տեսնենք։ Այսպես Հայաստանում փաստորեն ժողովուրդ ջան, այն մարդիկ, որոնք դուրս են գալիս ոչ իրենց իրական անուններով կամ ոչ այսպես հեռուստատեսությամբ կամ ոչ թեկուզ իրենց հարթակներում այսպես լիարժեք, հա, այ իրանց մեջ փնտրեք իրական մոգերին։ Ճիշտ է, հիմա բոլորը կդնեն այսպես մոգական անուններ իրանց էջերին, կփորձեն այսպես չերևալ իրենց դեմքով, հա, որպեսզի տպավորություն ստեղծեն, բայց սովորական շարքային գուշակին տարբերեք իրական մոգից, իրական մոգերը ավելի բարդ մեկնաբանությունների բացահայտումների մեջ են ապրում, քան սովորական գուշակներ, այսօր քեզ կգրի, կսիրի թե չի սիրի եւ այլն, որտեղ որ ձեզ կուսուցանեն, որտեղ որ դուք կտեսնեք գիտակից մարդու, կարդացած մարդու, որտեղ որ դուք կզգաք խոսքի ազդեցությունը ձեր վրա, դրանք են իրական մոգերը։ Իրական մոգերին կարող եք հավերժ լսել, նույն նյութը մի քանի անգամ սեղմել եւ լսել, ձայնը չի կարող ազդել ձեր վրա, այնտեղ բուն նյութին է մոգը անցել, ոչ թե ինքնագովեստով է զբաղվում կամ կապիկություն է անում, էլ եմ ասում, իրենք երբեք հեռուստատեսություն, հանրային միջավայր, այնպես չի, որ մոգը տանից դուրս չի գալի, բայց ոչ ոք չգիտի, մոգին գիտեն իր աշխատասենյակում, վերջ, իր ուժերը, ու մեկ էլ են մարդիկ, ովքեր լսում են իր ձայնը, կամ տեսնում են իր ռելսերը, հա, այսինքն ինչ է ինքը թողարկում, որտեղ ինքը փորձում է գիտություն փոխանցել մարդկանց, այդ դրանք են իրական մոգերը, բայց այն մոգերը, որոնք մի խոսքով բաց են, իրանք փառք են փնտրում իրանց անուն այսպես շոյող չգիտես ինչ էր, իրական մոգերը դուրս չեն գալիս երբեք իրենց անուններով, ունեն մոգական կամ հանրային անուն ավելի ճիշտ կլինի ասել, մոգական անունը, որովհետև գաղտնի է մնում,
դա գիտեն մոգերը եւ իրենց ուժերը։ Իսկ հիմա մենք Հայաստանում ունենք ծպտված մոգեր ու քիչ չեն դրանք։ Ով էր ասում, որ Հայաստանում մոգեր չկան։ Իմ հորար քարտեզը հակառակը ապացուցեց։ Հայաստանում մոգեր կան, ու այն էլ ինչ տեսակ մոգեր։